Իսկ հիմա ճիշտ ժամանակն է համեղ եւ առողջարար սնունդից հետո նաեւ մի քիչ սնվենք առողջարար եւ շատ կարեւոր մի սնունդով, հոգեվոր սննդի մասն է խոսքը գնում եւ հատկապես արվեստի այն էլ ինչ տեսակ արվեստի ու այն էլ ինչ մարդկանց շնորհիվ իրականում մենք մեր ոգևորությունը շատ բարձր է, որովհետեւ մեծ իրադարձություն է տեղի ունենալու մոտ օրերս, բայց ավելի մանրամասն թողնենք, որ մեր հյուրերը ներկայացնեն։ Այո, տեղափոխվելու ենք հիմա մի քանի օր հետո, ապրիլ, երբ Օվկիանոսի այն կողմ լինելու են հյուրախաղեր, թե ինչ հյուրախաղերի մասին է խոսքը, կպատմեն Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դերասանուհի բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, բարի լույս, եւ դերասան Սերգեյ Թովմասյանը, բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մենք էլ շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Մեծ սիրով միշտ պատրաստ ենք։ Եվ ուզում եմ շատ մեծ շնորհակալություն ասել Հոմենտմեն Գլենդել Արարատին, որի հրավերով ի վերջո տեղի ունեցավ այս նախաձեռնությունը, որ ես վերջապես Իսկ հիմա ավելի մանրամասն։ Ինչ նախաձեռնություն է, ինչ հրավեր էր սա եւ վերջապես մեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայրենակիցները կտեսնեն տաղանդաշատ Նարինե Գրիգորյանին։ Շնորհակալություն այդքան գեղեցիկ խոսքերի համար։ Իրականում կարծում եմ իրենք հենց այդպես էին մտածել, Սիլվա Հարությունյանը արդեն որ տեսել էր ներկայացումները, մտածում էր, որ անպայման պետք է Ամերիկայի հայերը նույնպես տեսնեն։ Իսկ ներկայացումը արդեն իմ ընտանիքը իմ ճամբրուկում է։ Ես արդեն խաղացել էի տարբեր Եվրոպայի համարաշատ քաղաքներում Վիկտորիա Բագոյանի նախաձեռնությամբ, բավականին մեծ տուր էր եղել արդեն, բայց Ամերիկան դեռ չէր տեսել։ Եվ շատ երկար խմորումներ են եղել, որպեսզի իրականանա մոտ 2 տարի անverջ այս Վիկտորիա Բագոյանը եւ Սիլվա Հարությունյանը իրար հետ անverջ քննարկում էին, որ վերջապես կայանա եւ ահա ապրիլի 11-ին եւ ապրիլի 12-ին կկայանան 2 մոնո ներկայացումները։ Մյուսին կանդրադառնանք շատ շուտով։ Լավ, շատ լավ։ Ապրիլի 11-ին կլինի իմ ընտանիքը իմ ճամբրուկում է մոնո ներկայացումը եւ ապրիլի 12-ին Հրանտ Մաթևոսյանի Գոմեշը։ Պատահական չէ, որ հենց Գոմեշ ներկայացումն է նաև լինելու, որովհետև տարին էլ հոբելյանական է Մաթևոսյանի եւ ինչ է սպասվում։ Շատ զարմանալի էր, բայց այս տարի շատ դեսպանատներից են զանգահարել եւ կապված Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակի հետ, արդեն եւ Իտալիայից են հրավիրել ներկայացումը եւ Պարսկաստանից եւ այլն եւ դեռ տարին արժևում է, կարծում եմ դեռ շատ երկրներում դեսպանատները կիրականացնեն Հրանտ Մաթևոսյանի երեկոներ, նաեւ գրքի շնորհանդեսներ եւ որպես գոհար կլինի ներկայացում Գոմեշը։ Բայց բացի այս երկու ներկայացումներից մենք նաև մեկ այլ կարևոր իրադարձություն էլ այնտեղ ունենք կարծես թե նշելու, արդեն Սերգեյ Թովմասյանի կողմից, դուք ինչ նորություններով եւ ինչ անակնկալով եք հանդես գալու։ Ես այս անգամ մեկնում եմ Նարինեի հետ որպես ոչ դերասան, այլ դեկորատոր, որովհետև երկու ներկայացումների դեկորներն էլ ես եմ պատրաստել եւ այնտեղ պիտի պատրաստեմ այդ դեկորները զրոյից ու հետո իրենք խնդրել են, որ ես անհատական ցուցահանդես ունենամ այդտեղ, ասեմ, որ արդեն 2 տարի ես բացի այն, որ ես դերասան եմ եւ միության անդամ եմ, ես հիմա նաեւ նկարիչների միության պատվավոր անդամ եմ։ Հա, եւ այստեղ էլի ունեցել եմ ցուցահանդես ընդհանուր նկարիչների հետ։ Բայց աշխատանքներ են լինելու այնտեղ ցուցահանդեսին։ Ինչ աշխատանքներ են, որ թվականի, նոր են գուցե շատ բաներ հենց Միացյալ Նահանգների համար շատ տարբեր ժամանակների, շատ տարբեր, որովհետեւ իմ մոտ փոխվում է միշտ, ասենք մոտեցումը փայտի հետ, սկզբից ուրիշ էր, ես հիմա տեսնում եմ, որ մի քիչ այլ է, այդտեղ նաև երկաթն է դոմինանտ դառնում, հա։ Ինձ համար հետաքրքիր է, ես նույնիսկ չգիտեմ ոնց է իմ մոտ սկսվել է սա ամենը, բայց ես ուրախ եմ, որ ինքը սկսվել է։ Բայց վաղուց կա։ Հա, վաղուց եւ հետաքրքիր է, որ սկսվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ որ ես պատահաբար տեսա, որ մարդիկ ինչ որ անխնա դեն են նետում մի կահույք փայտից, խնդրեցի ասեցի կարող վերցնել ես 2 փայտը, վերցրեցի, տենց սարքեցի համբուրվող զույգ եւ նվիրեցի ընկերոջս աղջկան ու ամուսնուն նոր էին ամուսնացել իրանք ասպրամին եւ այդ ժամանակներից մինչեւ այսօր կան աշխատանքներ, որոնք որ ականատես կլինեն ցուցահանդեսի ժամանակ մեր Միացյալ Նահանգներում բնակվող հայրենակիցները։
Շատ են արդյոք աշխատանքները։ Այնտեղ տարբեր մարդկանց տներում կան իմ գործերից հարազատների եւ անծանոթ մարդկանց, ովքեր որ գնել են, հա։ Հավաքելու ենք իրենցից։ Հավաքենք եւ մի քանի բան էլ միտքել ես ունեմ այդտեղ Նոր Հենց այնտեղ աշխատանք։ պատրաստի եւ որտեղ ապրիլի ժամանակ ունեմ 16-ին էլի ներկայացումների արանքում այդ ամեն ինչը կլինի։ Նոր ստեղծագործել։ Որտեղ է լինելու ցուցահանդեսը, որտեղ հաշվի առնելով, որ մեզ նաև օվկիանոսից այն կողմ են մեր հայրենակիցները դիտում, որ հստակ կարողանան ժամ տրամադրել, դեռ ժամանակ կա, չասեք ժամանակ չկա, չկարողացան գտնել։ Դեռ ժամանակ կա, դեռ 1 ամիս կա գրեթե։ Լինելու է Արարատի կենտրոնատեղիում։ Նույն կենտրոնում։ Այո, այդտեղ այդ սրահում, հա, ապրիլի կարծում եմ 16-ին մարդիկ կհավանեն, որտեվ թվով երևի արդեն 8-րդ անհատական ցուցահանդեսը կլինի, ես 7 անհատական ցուցահանդես ունեցել եմ։ Բացի այն, որ միության անդամների հետ եմ նաև մասնակցել։ Հրաշալի։ ներկայացումները տեղի կունենան El Portal թատրոնում ժամը 7-ին, փաստորեն ապրիլի 11 եւ 12, բայց արդեն այնքան շատ են զանգահարել, 3 են արդեն տեղադրել պաստառների եւ այլն, բայց արդեն շատ մեծ հարցեր կան եւ արդեն ինձ այնքան նամակներ են գրել, ու ես հասկացա, թե ինչքան հարազատներ ունեմ Լոս Անջելեսում եւ բոլորն ասացին, որ գալու են եւ նույնիսկ առաջարկում են մնալ այնտեղ իրենց տանը եւ այլն։ Դա ինձ թվում է ներկայացումների քանակը գուցե հենց այնտեղ Արդեն ավելանա։ այսօր առավոտյան ասացին, որ գուցե արդեն ապրիլի 13 էլ ավելանա, այնպես Իսկ որ ներկայացումը։ Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է։ Հրաշալի։ Պատասխանատվությունը հասկանում եմ ինչքան մեծ է, որտեղ երկար սպասված հյուրախաղեր են լինելու Միացյալ Նահանգներում, բայց ձևաչափը ներկայացման արդյոք նույնը կմնա ըստ ստանդարտների, բեմի, չգիտեմ, տարածքի, թե ինչ որ հատուկ մոտեցում նաև կլինի Միացյալ Նահանգների հյուրախաղերի համար, ներկայացումները գուցե ինչ որ բաներով, թե ռեժիսուրայի առումով, թե բեմանկարչության առումով, բաներ կփոփոխվեն, թե նույնությամբ կմնան ինչ որ մենք էստեղ ենք տեսել։ Ես փոխվի։ Բայց միտք կա ոնց որ փոխելուց։ Դե ամեն բեմ միևնույն է ինչ որ նոր բան է թելադրում։ Դե օրինակ եթե գոմեշն է, խոտ ենք 3, ասում ենք 10 տուկ խոտ եւ այլն, եւ ամեն երկիր իր խոտը ունի։ Որպես հայտնի գոմեշ եմ ասում։ Օրինակ վերջերս Դուբայում էի խաղում եւ դա ուխտի խոտ էր եւ շատ էր տարբերվում սովորական խոտից, դա շատ մանր էր եւ խոսելիս ամբողջը բերանից մեջ, ականջներից մեջ էր այդ խոտը։ Հա, տարբեր էր, բայց նկատում եմ դա այնտեղ Հետո դիջիրիդու գործիքը կա, որը չեմ տանում եւ իրենք իսկ Ամերիկայում հաստատ կլինի այդ ավստրալիական գործիքը եւ ասում էին արի եւ կգնանք որ ուզես կվարձակալենք։ Ուզում եմ ասեմ, միևնույն է գործիքն է փոխվում, խոտն է փոխվում, ծառը Բայց ռեժիսորի առումով ներկայացումը նույնը կմնա, այսպես չենք ադապտացվի Միացյալ Նահանգների նոր ձևաչափ ունեցող բեմերին։ Այսպես կարելի ասել։ Չէ, կարծում եմ չէ։ Հիանալի է։ Բայց մինչ օվկիանոսից այն կողմ տեղափոխվել է, այստեղ եւս նորություններ ունենք, գիտենք, որ գնալու եք Կապա, ներկայացում է այնտեղ սպասվում, ինչ է լինելու մի փոքր պատմենք դա մեր հեռուստադիտողներին։ Ես կարծում եմ այս տարի շատ լավ նախաձեռնություն է, որ Արտավազդ մրցանակաբաշխությունը լինելու է Կապանում եւ որ մինչ այդ մոտ 1 շաբաթ փառատոն է լինելու։ Այդ փառատոնի շրջանակներում ես 2 ներկայացում ունեմ, մեկը Սասունցի Դավիթն է, մոնո ներկայացումը Արմեն Քուշկյանի հետ, որը կխաղանք մարտի 23-ին, իսկ մարտի 26-ին խաղալու ենք Հաղթանակի Գենեզիսը։ Այդ ներկայացումը միշտ որքան փառատոններ կան տարբեր քաղաքներում, միշտ Գենեզիսն է հրավիրվում եւ համազգայինով կխաղանք Գենեզիսը 26-ին կփակենք փառատոնը եւ 27-ին արդեն կլինի Արտավազդ մրցանակաբաշխությունը։ Եվ առասարակ այս տարվա 2025 թվականն է, դեռևս նոր ենք սկսել կարելի ասել, չնայած շատ արագ հասանք հեսա մարտնել ենք ամփոփում, թե ոնց ստացվեց դա առասարակ ժամանակով վազում է առաջ, ինչ պլաններ կան, ինչ նախագծեր կան, որ սպասենք Նարինե Գրիգորյանից եւ նույնը իհարկե ձեզանից։ Շատ են ծրագրերը, որովհետև համազգային թատրոնը վերջապես նոր շենք է տեղափոխվում։ Դա երևի այս տարի, հաստատ այս տարի։ Դա եթե մեր եթերից Նարինե Գրիգորյանը չեսնում է այս պատասխանատու հայտարարությունը, ապա
մենք վերջապես կգանք նորմալ կշնորհավորենք ձեզ։ Կարծում եմ թատերաշրջանը նոր շենքում արդեն կդիմավորենք հանդիսատեսին եւ կբացենք Սիմոն Աբգարյանի Օպենելոպե ներկայացումով, որի փորձերը արդեն մի փոքր տեղ են ունեցել եւ արդեն սպասում ենք, որ մայիս եւ հունիս ինքը գա եւ այդ միասին շատ հետաքրքիր աշխատանք է եւ մեզ համար էլ մի նոր նշաձող է։ Քանի գործողություն է։ Երկու գործողություն։ Ճիշտ հարց է, որովհետև 120 էջանոց պիես է։ Բայց էլի ամեն դեպքում երկու գործողություն էլ էլի ոնց հասկացա, լավ կարողացել եք սեղմվել։ Դեռ տեսնենք, դեռ կգա։ Որպեսզի Ասելա սեղմվի։ որ դեմ չեմ։ Պարոն Թովմասյան, ձեզ որտեղ կտեսնենք։ Ինչ նոր նախագծեր են սպասվում, ինչ ցուցահանդեսներ գուցե։ Պատրաստում եմ էլի ցուցահանդեսի։ Չնայած պրեմիերաներ ունեցել եմ թատրոնում, բայց չգիտեմ ինչի ինձ դե կյանքը հրապուրում է հիմա ավելի շատ իմ այդ քանդակագործությունը քան թատրոնը կներես։ Դե այս շրջանում, բայց արվեստն է, միևնույնն է արվեստը։ Հա, դե հիմա Այն է հիմք արվեստը։ ինչ որ բան փոխվում է, չէ՞ մարդու մեջ, մարդ չի կարող անընդհատ մի ձև մտածի, մի տեղ լինի, ինձ շատ է հրապուրում այդ քանդակի։ Մենք կհետևենք, որպեսզի այստեղ է, չէ՞, Երևանում է։ Երևանում է լինելու, որպեսզի բաց չթողնենք ու վստահաբար գուցե նաև մեր եթերից էլ անպայման անդրադարձել ունենանք։ Շատ շնորհակալ, համեցիր։ Մենք 2 օր առաջ ենք վերադարձել Բեյրութից եւ հրավիրել էին Գարուն ներկայացումը եւ նորից Գարուն եւ Պարույր Սևակի Մարտահապի մեջ 5 ներկայացում ենք ունեցել Բեյրութում եւ փայլուն են անցել հյուրախաղերը եւ ձևավորումը շատ բարդ էր։ Սերգեյը եւ Վիկտորիա Ռեդեն 2 օր առաջ են գնացել եւ այդ ձևավորումը, որը 2 ամիս են ստեղծել այստեղ Երևանում, 2.5 օրվա մեջ Սերգեյը եւ Վիկտորիան իհարկե Բեյրութի հայերի Ժանոյի Բայց իրոք դա հերոսը մենք որ գնացինք հրաշքի պես էր, որ այդ ձևավորումը բեմի վրա արդեն պատրաստ էր։ Շնորհակալություն։ Նաև շնորհավորում ենք ձեր հյուրախաղերի կապակցությամբ, կեցեք, մենք հաջողություն ենք մաղթում այս տարվա պլաններին, թե ամենակարևոր սպասվողը, այսինքն հյուրախաղերին նաև Միացյալ Նահանգներում շտապեք տոմսեր զրկվել, եւ այս ամսի 11-ին եւ 12-ին, 13-ը գուցե դեռ կհասկանանք, բայց ամսի 16-ին նաև Սերգեյ Թովմասյան ցուցահանդեսին անպայման մասնակից եղեք, որտեղ վստահաբար եմ ասում, ձեզ հաստատ դուր կգա։ Շատ շնորհակալություն, ձեզ լավ օրենք մաղթում։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Այո, լսենք երաժշտություն։ Լսենք երաժշտություն։